Հարգելի սիրելի հայրենակիցներ, այսօր հուլիսի 8-ին Հայաստանը կշարունակի գտնվել Սև-ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն, առանձին հատվածներում ցավոք կրկին հնարավոր է կարկուտ։ Այսօր շարունակվում է նաև հյուսիսարևմուտքից ցուպոթային հոսանքների ներհոսքը, որը էկրանին պատկերված է կապույտ գույնով, ինչի արդյունքում կպահպանվի նաև նորմայից ցածր ջերմաստիճանը։ Բայց հուլիսի 9-ից 10 ընկած ժամանակահատվածում մենք ունենանք մթնոլորտի շրջանառության էական փոփոխություն։ Հուլիսի 9-ից 10-ին մեր երկիր կներթափանցեն արևադարձային տակոթային հոսանքներ անմիջապես հարավից, ինչի արդյունքում հուլիսի 9-ից 10-ին ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում հուլիսի 8-ի համեմատ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-ից 8 աստիճանով։ Ամենատակ գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 10-ին և 11-ին արդեն կգրանցվի 36-ից 37 աստիճան տաքություն։ Վաղվանից սկսած կդադարեն նաև տեղումները։ Հանրապետության մեծ մասում հուլիսի 9-ից 14 ընկած ժամանակահատվածում կդիտվի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմեն միայն հյուսիսային առանձին շրջաններ, հատկապես Շիրակը, Լոռին և Տավուշը, որտեղ երեկոյան առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, մյուս շրջաններում կդիտվի առանց տեղումների եղանակ։